Շատ շնորհակալ եմ։ Մեր գործընկերոջ հարցը մի փոքր ավելի մեր առօրյա քաղաքականությանը համապատասխանեցնելով ուզում եմ շարունակել։ Ձեր հատկապես ցեղասպանության հետ կապված արտահայտությունները, մեկնաբանությունները շատ մեծ արձագանք են գտնում եւ Հայաստանում, եւ Թուրքիայում։ Եվ մենք կարդում ենք սրա հետ կապված ձեր մեկնաբանությունները, հայտարարությունները։ Շատ ընդգրկուն հայտարարություններ եք անում։ Այդպիսի մի հասկացություն էլ կա, որ դուք օգտագործում եք internal Armenization of genocide։ Ուզում եմ հասկանալ, Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում ցեղասպանության հարցը ինչպիսի ազդեցություն ունի հիմա։ Ըստ ձեզ, դա արդեն նախկին անցյալ փուլ է, նախկինում է մնացել այդ հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով։ Եվ Հայաստանը նախկինում քաղաքականություն էր վարում, ինչպես գիտենք, որպեսզի ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդաների կողմից ընդունվի եւ այլն։ Կարող ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվում։ Նույն կերպ ձեր սահմանադրության ներածական մասում կան բաժիններ, որտեղ տեղ են գտել Արևմտյան Հայաստան եւ ցեղասպանություն արտահայտությունները։ Եթե սահմանադրությունը փոխվի ձեր երկրում, դրանք տեղ չեն գտնելու նոր սահմանադրության մեջ։ Այս թեմաների շուրջ կուզեի ձեր տեսակետները լսել։ Bu konulardaki düşüncelerinizi almak isterim. Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Եվ բայց այս համատեքստում սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է եւ կարեւոր, եւ այդ հարցերի շուրջ ես հիմնականում աշխատանքային ռեժիմով անդադ խոսում եմ եւ Հայաստանում եւ արտերկրում մեր հայրենակիցների հետ զրույցում եւ կարծում եմ լավ առիթ է որպեսզի նաեւ հրապարակային այդ մասին խոսեմ։ Նախ պիտի ասեմ, որովհետեւ այդ քննարկումները եւ շարժումները նաեւ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում լինում են, խոսք է գնում ուրացման, մեծ եղերնը ուրանալու կամ մոռանալու մասին, կամ ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում եւ հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չէ։ Վերջերս ես ուզում եմ ուղիղ պատմել, եթե չեմ սխալվում, Մյունխենի հայերի հետ հանդիպման ընթացքում իմ ունեցած մի ելույթի մասին, երբ ես ասում եի հետևյալ, ասում եի սիրելի հայրենակիցներ, երբ որ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Մեր իրականության մեջ այդպես է եւ դրանում գաղտնիք չկա եւ այդ շատ հեռավոր երկրները երբ որ ընդունում են նման որոշումներ եւ երբ որ ոգևորությունը այդ որոշումից կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումը ինչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Եվ երբ որ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումները ինչքանով են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ նաեւ այստեղ է, որ հարցածագում, որտեղ եւ ինչպես մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա եւ ինչպես եւ որտեղ պետք է մենք կենտրոնանանք մեր իմացած այդ թվում պատմական ճշմարտությունների ընդգծման եւ այդ ճշմարտությունների վրա հենվելու վրա, որովհետեւ այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել,
Եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգային ճանաչված պետություն։ Եվ միջազգայինորեն ճանաչված այդ պետությունը ունի հնարավորություն ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ եւ այս առումով Հայաստանը օրիգինալ երկիր չէ։ Եվ ես էլի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծում եմ այդ շեշտը, որ ասում եմ, տեսեք, ինչքան բոլոր երկրները եւ մենք բոլորս կարևորում ենք խաղաղությունը, բայց խաղաղությունը առաջին հերթին տարածաշրջանային երևույթ է, տարածաշրջանային։ Ես կարող եմ որպես արդյունք, օրինակ, իհարկե մի փոքր հումորով է ես մասին խոսում, ներկայացնել, որ ես մեր կառավարությունը շատ մեծ միջազգային ձեռքբերում է ունեցել եւ մենք կարող ենք երաշխավորել խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար, ներողություն եմ խնդրում Ավստրալիայի մեր գործընկերներից, տենց հիշատակելու համար, չնայած ոչ մի բան չկա հիշատակման մեջ, բայց Ավստրալիայի հետ